Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ մեր ազգային խոհանոցից։ Եվ գիտեք, որ մեր ազգային խոհանոցը աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան, ամենաարևաբույր եւ ամենաօգտակար խոհանոցն է։ Եվ այսօրվա ուտեստը հենց այդ մառանից է, որ պիտի պատրաստենք։ Ուտեստը կոչվում է տհալով ապուր եւ պատրաստվում է շատ այսպես հասկանալի մեթոդներով, հասկանալի տեխնոլոգիաներով եւ շատ պարզ բաղադրություն ունի բարեկամներ, օգտագործելու ենք տհալ, սոխ եւ թան։ Սոխառած ենք պատրաստելու շատ առատ տհալի յուղով, ավելացնելու ենք տհալի միսը, այնուհետև լավ տապակվելուց հետո ավելացնելու ենք թանը եւ վերջում մի քիչ սխտոր եւ համտեսելու ենք։ Ձմռանը էլ ինչ է մեզ հարկավոր, ձմռանը մեզ հարկավոր է լավ կալորիապես հարուստ ուտեստ։ Ահա այս ուտեստը, որ այսօր մենք պիտի պատրաստենք։ Սկզբի համար կաթսան լավ տաքացնում ենք, սոխը կտրատենք, խոշոր։ Մաքրենք յուղից կամ յուղը պիտի օգտագործենք սոխառած պատրաստելու համար։ Կտրատենք, հիշեցնեմ, որ տհալը մենք կարող ենք համարել մարդկության կողմից մսի պահածոյի առաջին փորձ։ Ցավոք սրտի, բայց մենք անվանումը մի քիչ օտարահունչ անվանում ենք ընտրել, այսպես թուրքական, բայց իրականում այս հիանալի մթերքը, հիանալի այս հիանալի ուտեստը բարեկամներ կոչվում է տհալ, բոլոր համարյա թե բոլորիս ընտանիքներում, բոլորիս տներում ձմեռվա այդ պաշար անելու հետ կապված մենք միշտ պատրաստում ենք։ Յուղը կդաղվի, մի քիչ ավելացնենք կարակ։ Շատ բարձր ջերմաստիճան պիտի ունենա յուղը, որպեսզի սոխը շտապ կեղևապատենք։ Յուղը դաղվեց, ավելացնենք սոխը, տեսնում եք առատ է սա սոխը։ Բարեկամներ, մենք գիտենք, որ տհալը ունի աղի որոշակի քանակ, դրա համար դեռ աղի կամ աղ ավելացնելուց ձեռնպահ կմնանք, վերջում, երբ որ արդեն մատուցելու լինենք, կհամտեսենք, նոր կմատուցենք, մի քիչ տհալը սոխի հետ այսպես տապակվի։ Ուզում եմ ուղղակի հիշեցնել բարեկամներ, որ բազում ուտեստներ կան, որոնք պատրաստվում են տհալով։ Այսինքն այն նորից պաշար անելու այդ մշակույթը, այդ մեր հարուստ մառանը, որ մենք միշտ աշնանը հավաքում ենք, սա շատ դյուրացնում է մեր ձմռան այդ եղանակին, այն փնտրտուքը կամ այն, թե ինչպես պատրաստենք եւ ինչ պատրաստենք։ Ահա, ինչպես տեսնում եք, արդեն ոսկեգույն երանգ, հիմա ավելացնում ենք թանը, բարեկամներ։
եւ թանով նորից եփում ենք Մինչ կպատրաստվի, մինչ կիեռա ապուրը, ես ուզում եմ բարեկամներ նորից հիշեցնել այն ավանդույթը կամ այն սնվելու ձևը, որ նախկինում մշակված է եղել մեր իրականության մեջ։ Հայերս նախկինում, նախքան ճաշակելը կես ժամ առաջ միշտ ըմպել ենք թան, ներսի միկրոֆլորան նախապատրաստելու համար, կես ժամ առաջ։ Ուզում եմ խորհուրդ տալ, որ օգտագործենք այս դարերի փորձությունը անցած այս միջոցը, բարեկամներ, եւ կտեսնենք, որ մենք կունենանք լավ առողջ օրգանիզմ։ Կես ժամ առաջ օգտագործելով թան, մեր օրգանիզմը նախապատրաստվում է հիմնական ուտեստը ընդունելու, բացի դրանից մենք հստակ կարողանում ենք գիտակցել մեր քաղցի չափը, այսինքն թե ինչքան ենք մենք քաղցած, այսինքն մենք ավելորդ պատառ ասենք կամ ավելորդ ուտեստ շատ քանակությամբ չենք օգտագործում։ Ուզում եմ, որ այս մեթոդը նորից վերականգնվի, ուզում եմ, որ այս եղանակը, այս սնվելու ձևը նորից վերականգնվի, հատկապես մեր օջախներում, մեր ընտանիքներում եւ հասկանանք, որ մենք ամեն ինչ այդ սննդի միջոցով ենք ստանում վերջի վերջո եւ հիվանդությունը Աստված մի արածց է եւ մեր առողջ ապրելակերպը նորից կրկնեմ կես ժամ առաջ նախքան ճաշակելը ըմպում ենք թան նոր սկսում ենք ճաշակել սկսեց եռալ մինչ կիեռա ես նախապատրաստեմ նաեւ սխտորը սխտորի հետ մի քիչ ուզում եմ ավելացնել համեմ ինձ հուշում են, որ մի քիչ սամիտնել չեր խանգարի, ավելացնեմ մեր նկարահանող խումբը արդեն բավականին մեծ ճաշակ ունի սնվելու, ուտելու եւ կարծում եմ այս միջամտությունը տեղին էր։ Խնդրեմ։ Իսկ ուտեստն արդեն պատրաստ է։ Պատրաստ է ուտեստը։ Հարկավոր է մի հատ համ տեսել նկարագրել դժվար է մի հատ կարմիր կծուպղպեղ չորացրած մի քիչ աղ եւ վերջ ուտեստը պատրաստ է մինչ ես կլսնեմ ափսեն նորից հիշեցնեմ պատրաստեցինք տհալի յուղով առատ սոխառած տհալը կտրատեցինք սոխառածից հետո երբ որ սոխառածը ստացավ ոսկեգույն երանգ ավելացրինք տհալի միսը մի քիչ միասին տապակելուց հետո ավելացրինք թանը ահա բարեկամներ արդեն պատրաստ է այս հիանալի ուտեստը իրոք որ հիանալի որովհետև հիմա կտեսնեք թե ինչ եւ գունային եւ համային մեծ ներդաշնակություն ունի այս ուտեստը։ Շատ ենք խոսում բարեկամներ երկարակեցության մասին, շատ ենք խոսում, որ մեր նախնիները ինչու շատ երկարակյաց են եղել եւ մեծ տարիքում նորից գործունյա, նորից աշխատանակ, ահա այսպիսի ուտեստներ են ճաշակել արգելի հեռուստադիտողներ, որ իրենց ամբողջ ներուժը պահպանվել է։ Սա այսպես եւ վերջում սխտորով այսպես սամիտ եւ համեմ ահա այս ուտեստներ որ մենք միասին պատրաստեցինք այսօրվա համար պատրաստել ենք այսքանը հարգելի հեռուստադիտողներ մեր ցանկությունն է որ մենք շատ հաճախ հանդիպենք եւ յուրաքանչյուր հանդիպում ունենա արդյունք իսկ այդ արդյունքը լինի այն որ մենք լինենք ել ավելի առողջ ել ավելի երջանիկ վերհիշենք մեր որակները միաբանության եւ բարձր կամքի եւ ամեն ինչ լավ է լինելու հպարտանանք հայ լինելու համար եւ եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու ցտեսություն բարեկամ տհալով ապուր տհալ 300 գրամ սոխ 150 գրամ
Թան 1 լիտր, սեղտոր, աղ եւ պղպեղ։ Բարի ախորժակ։